Պարոն վարչապետ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի հետ ինչ նոր համաձայնություններ են ձեռք բերվել, մասնավորապես ճանապարհների ապաշրջափակման, Թրամփի ուղղում մասով եւ կոնկրետ երկաթուղու մասով արդյոք քննարկում եղել է։ Հարցիս մյուս մասը Ադրբեջանի տարբեր հարցերով աշխատանքային խմբեր են ձևավորվել հստակ գործառույթներով աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու համար։ Այս դեպքում ինչու սահմանազատման հարցերով հանձնաժողովները Գաբալայում սկսեցին քննարկել նավթամթերքի ներմուծման, ներկրման հարցը, դրանց օրակարգը արդյոք փոխվել է ու ընդհանուր առմամբ ինչ ընթացքի մեջ է սահմանազատման գործընթացը։ Տնտեսական հարցերը հարակից հարցեր են եղել, այլ բան, որ հանրության հայաստանյան եւ միջազգային ուշադրությունը ավելի շատ գրավել է երկրորդ հատվածը, տնտեսական հատվածը, որը հասկանալի է, որովհետեւ սահմանազատումը արդեն սովորական է դարձել եւ ոչ մեկի չի զարմացնի դրանով։ Իհարկե սահմանազատման հանձնաժողովները աշխատել են, աշխատում են, իրենք նաեւ իրենց աշխատանքային փաստաթղթերի վրա են աշխատում, ընդհանուր հետագա անելիքներն են պլանավորում, բայց ուզում եմ նաև ասել, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը ինքը ուղղակիորեն կապված է նաև սահմանազատման գործընթացի հետ, որովհետև երբ որ մի որևէ հատվածով, ասենք օրինակ երկաթուղի պետք է անցնի կամ գազամուղ կամ էլեկտրահաղորդման գիծ, կառուցման աշխատանքները սկսելուց առաջ շատ կարևոր է հստակ գծել, թե այդ հատվածով որտեղով է անցնում պետական սահմանը, որովհետև դա նախ կազմակերպչական, տնտեսական, իրավական բազմաթիվ հարցեր ունի։ Այսինքն պետք է հասկանանք երկաթուղին եկավ, որ գծից է, որ Հայաստանը արդեն երկաթուղին եւ որ գծից է, որ Ադրբեջանը, եւ որ գիծն է, որ նեյտրալ գոտի է, նույնը մնացած ենթակառուցվածքներին է վերաբերվում, բայց նաեւ փոխվարչապետերը հանդիպել են, նաեւ տնտեսական օրակարգ է առաջացել, քննարկում են տնտեսական օրակարգը, ինչը շատ լավ է, շատ պոզիտիվ է իմ կարծիքով եւ ես ողջունում եմ այդ ուղղությունը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մեր քննարկման օրակարգի հարցերին հնարավոր մենք մեր բացման խոսքում անդրադարձել ենք, նկատի ունեմ Ռուսաստանի նախագահը եւ ես եւ քննարկման շրջանակը դա է եղել եւ մենք այո քննարկել ենք նաեւ ընդհանուր տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները, ինչ հնարավորություններ կստեղծեն նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համար, ԵԱՏՄ-ի համար եւ այլն եւ այդպես շարունակ եւ հիմա նաև ես ասացի իմ բացման խոսքում, եթե չեմ սխալվում դա հրապարակվել է, չէ՞ երևի, որ նաև մենք հիմա կարևոր ենք համարում, որ Տավուշի հատվածում միջև առնվազն այս փուլում գոնե առաջին փուլում միջև Իջևան երկաթուղային կայարանը ներառյալ վերականգնման աշխատանքներ իրականացվեն, նաև Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից միջև գործող երկաթուղային հատվածը վերականգնում իրականացվի եւ Հայաստան-Ադրբեջան Նախճեվանի սահմանից միջև երասխ վերականգնման աշխատանքներ իրականացնեն, մենք հույս ունենք Ռուսաստանի Դաշնության գործընկերները այդ աշխատանքները հնարավորինս արագ իրականացնեն, եթե հանկարծ դրա հետ կապված որևէ խոչընդոտ լինի, որևէ այլ հարց առաջանա, դուք գիտեք, որ այդ հատվածները նաև ռուսական կոնցեսիայի ներքո են, ես նաև արտահայտել եմ մեր պատրաստակամությունը, որ Հայաստանի կառավարությունը կարող է այդ հատվածները վերցնել, այսինքն ետ վերցնել կոնցեսիայից եւ մենք պետական բյուջեի մեր միջոցներով այդ վերականգնումները կիրականացնենք, եթե հանկարծ պարզվի Ռուսաստանի Դաշնությունը պատշաճ ժամանակում այդ աշխատանքը իրականացնելու հետ կապված որևէ խնդիր ունի կամ որևէ խնդիր է տեսնում։ Էլի հարց ունեիք։ Ինչ մեղրի հետ հիմա ես նախորդ բրիֆինգին դրան անդրադարձել եմ, հիմա մենք ինչ տրիպ նախագիծը, հա, Միչայլոց, որ ուրա հասել, որ փուլինա հասել։ Հիմա մենք տրիպ նախագծի շրջանակն ենք ձևակերպում, ինչպես նախատեսված է Վաշինգտոնի հռչակագրով, այսինքն մենք հիմա փաստաթուղթ ենք երկկողմ ձևաչափով Հայաստան, Միացյալ Նահանգներ ձևաչափով փաստաթուղթ ենք հուշագիր կամ ռազմավարական շրջանակը նկարագրող փաստաթուղթ ենք
նախապատրաստում, որը երկու կողմերը պետք է ընդունեն որևէ ձևաչափով ու տենց որից հետո կսկսի արդեն հաջորդ քայլը։ Իմ կանխատեսումը շարունակում է մնալ նույնը, որ մենք գետնի վրա արդեն աշխատանքները կտեսնենք 2026 թվականի երկրորդ կեսին։ Եվ ենթադրում եմ, որ երկաթուղին կլինի առաջին նախագիծը, չնայած չեմ բացառում նաև, որ տնտեսական նպատակահարմարության եւ ներդրումային գրավչությունները որոշակիորեն ճշգրտվեն եւ կարող է օրինակ պարզվի կամ գազամուղի նախագիծը կամ նավթամուղի նախագիծը ավելի վաղ է իրականացվում, քան նախատեսված է։ Բայց սա ոչ թե ես ակնարկում եմ, ոչ մի բան չեմ ակնարկում։ Ես նկատի ունեմ, որ շրջանակը կարող է դինամիկա ինքը process-ը եւ կարող է պարզվի, որ նավթամուղի կամ գազամուղի անհրաժեշտությունը ավելի առաջնային դիտվի ինչ-որ հանգամանքների բերումով, քան երկաթուղու, բայց իմ կանխատեսմամբ երկաթուղի ավտոտրանսպորտային հաղորդակցություն, էլեկտրաէներգիա, գազ, նավթ այս շրջանակում կարող են որոշակի բաներ լինել, բայց այս պահի մեր ընկալմամբ երկաթուղին առաջնայինն է։ Եվ որը երկաթուղու առանձնահատկությունը ինչ է, որ երթուղին պարզ է, բոլորը գիտեն։ Որտեւ նախկինում այդ հատվածով գոյություն ունեցել երկաթուղի եւ այս առումով ամենամեծ հավանականությունը, որ մենք հետ երկաթուղից կսկսենք, ակնհայտ է։ Հիմա նաեւ մենք աշխատում ենք նաեւ սահմանային, մաքսային եւ այլ ենթակառուցվածքների ժամանակակից եւ գերժամանակակից տեխնիկայի ձեռքբերման վրա, որը, ինչպես ասել եմ, մենք կներդրենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև Հայաստան-Վրաստան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան սահմաններին։ Շնորհակալ եմ։